Կենսուրախ նուրբ կակաչները գարնան, ջերմության և վերածննդի խորհրդանիշն են, և նրանք դառնում են ցանկացած տոնի գեղեցիկ զարդարանքը։ Կակաչը սիրո և գարնան խորհրդանիշն է, որը տարածված է հատկապես Նիդերլանդներում։ Կակաչները կարող են աճել նույնիսկ առանց ջրի, քանի որ նրանք պահպանում են խոնավությունը ցողունի ներսում։ Ի սկզբանե վայրի կակաչները աճել են Միջերկրական ծովում, Կովկասում և Միջին Ասիայում։ Նկատելով այդ ծաղկի գեղեցկությունը, 11-րդ դարից նրանց սկսել են աճեցնել նաև Պարսկաստանում և հարակից այլ երկրներում։ Պարսիկները այս ծաղկին կոչեցին երկրային սիրո մարմնավորում։ Արևմտյան Եվրոպա բույսերը ժամանել են 1559 թվականին, որից հետո ակտիվորեն տարածվել են ողջ աշխարհով մեկ։ Ներկայումս հայտնի է շուրջ 4000 տեսակի կակաչ, ընդ որում դրանց մեջ կան սորտեր, որոնց ծաղկի տրամաչափը հասնում է 20 սանտիմետրի։ Իսկ այժմ հետաքրքիր փաստեր կակաչների մասին։ Եվրոպայում տարածման առաջին տարիներին ծաղիկը դարձել էր բարձր խավի և հարստության նոր խորհրդանիշը։ 17-րդ դարի սկզբին Նիդերլանդները վերապրեց կակաչի տենդը, որի ընթացքում կակաչների մի շարք սորտերի արժեքները գերազանցեցին հավանականության բոլոր սահմանները։ Կակաչի մասին հիշատակվում է Օմար Հայամի ստեղծագործություններից մեկում, որը գրվել է 12-րդ դարում, իսկ Հավեզը՝ 14-րդ դարի պարսկական բանաստեղծը, պնդում էր, որ ծաղիկը գերազանցում է գեղեցկությամբ նույնիսկ վարդին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հոլանդիայի շատ բնակիչներ փրկվեցին քաղցից՝ սնվելով կակաչի սոխոքներով։ Շատ երկրներում կակաչը համարվում է սուրբ ծաղիկ։ Ահա կակաչների հայտնի մի քանի տեսակներ։ Կարմիր կակաչներ։ Ինչպես կարմիր այլ ծաղիկներ, այնպես էլ կարմիր կակաչներն ասոցացվում են սիրո հետ։ Նրանք խորհրդանշում են էլեգանտությունը։ Սպիտակ կակաչներ։ Այս ծաղիկներն ասոցացվում են հարգանքի և մաքրության հետ։ Դեղին կակաչներ։ Ասես արևի շողերը, դեղին կակաչները շատերին հիշեցնում են արևի ամռան ջերմությունը։ Մանուշակագույն կակաչներ։ Շքեղություն, առողջություն և ուժ։ Ահա այսպես են շատերը տեսնում մանուշակագույն կակաչներ։ Ինչու՞։ Դարեր առաջ մանուշակագույնը հայտնի ընտրություն էր, և միայն արքայական ընտանիքներն ունեին իրավունք կրել այս գույնը։ Արդյունքում այն դարձավ ազնվականության և ուժի խորհրդանիշը։ Կակաչի սերմերը պարունակում են ցինկ, կալիում, կալցիում, երկաթ, հակաօքսիդանտներ, վիտամիններ, բարելավում են տեսողությունը, մարսողությունը, օգնում են ազատվել գլխացավից, օգնում են հանգստացնել նյարդային համակարգը։ Սերմերը հիմնականում օգտագործվում են հացաբուլկեղենի և հրուշակեղենի պատրաստման ժամանակ։ Կակաչի եթերայուղը արդյունահանվում է կակաչի բույսից, դրա ծաղիկների գոլորշու թորման միջոցով։ Այս եթերայուղը համեմատաբար հազվագյուտ է և ունի մի շարք եզակի հատկություններ, բուրավետ նկարագրություններ, կիրառություններ և առավելություններ, որոնք այն դարձնում են առոմաթերապիայի, օծանելիքի և այլ կիրառությունների կարևոր լրացում։ Կակաչի յուղի օգտակար հատկությունները։ Հիանալի է առոմաթերապիայի համար։ Կակաչի յուղը շատ թերապևտիկ է և հիանալի հանգստացնող միջոց։ Այն օգնում է պայքարել անքնության դեմ։ Հիանալի է մաշկի համար։ Այն ձգում է մաշկը։ Սենյակները թարմացնելու համար։ Կակաչի յուղը նաև հիանալի լրացում է ձեր սենյակի թարմացուցիչների, մոմերի և խունկերի փայտիկների համար՝ իր խիստ բուրավետ և քաղցր բույրի շնորհիվ։